Ողջույն բոլորին, այսօր խոսելու ենք ամենատարածված եւ կարևոր սպորտային սննդի պրոտեինի մասին։ Ինչպես գիտենք, սննդանյութն ունի 3 հիմնական կարևոր բաղադրիչներ՝ սպիտակուցներ, ածխաջրեր եւ յուղեր։ Քանի որ մեր մկանները կառուցված են սպիտակուցներից, օրգանիզմը պետք է ստանա բավարար քանակությամբ սպիտակուց ոչ միայն սննդի, այլ նաեւ սննդային հավելումների միջոցով, որպեսզի մարզումներից հետո մկանները վերականգնվեն եւ աճեն։ Պրոտեին թարգմանաբար նշանակում է սպիտակուց եւ մկաններ կառուցելու համար այն անփոխարինելի է։ Սպիտակուցները բաղկացած են ամինաթթուներից, որոնց մասին արդեն խոսել ենք, իսկ այժմ եկեք տեսնենք, թե քանի տեսակի պրոտեիններ են լինում։ Պրոտեին հիմնականում լինում է ձվի, կաթի, մսի եւ սոյայի մեջ, սակայն լինում են օրեր, երբ չենք հասցնում լրացնել սպիտակուցների պահանջը օրգանիզմում եւ մեզ օգնության են գալիս սպորտային հավելումները։ Դրանք անվնաս են եւ ստուգվում են միջազգային լաբորատորիաների կողմից։ Դա հատկապես վերաբերվում է ճանաչված բրենդերին, ինչպիսին է Rich Sport սննդի կողմից ներմուծված ապրանքները։ Մենք ներմուծում ենք միայն օրիգինալ, սերտիֆիկացված եւ լիցենզավորված ապրանքներ։ Պրոտեինները լինում են տարբեր։ Կան մսի beef protein, ձվի egg protein, կաթնային casein protein, ինչպես նաեւ վեգանների համար նախատեսված vegan protein եւ սոյայի soy protein, եւ իհարկե շիճուկի պրոտեին, whey protein, որն ունի 3 տեսակ՝ իզոլատ, կոնցենտրատ եւ հիդրոլիզատ։ Այսօր մանրամասն կքննարկենք կոնցենտրատ տարբերակը։ Nutrix-ի 100%-անոց whey խառնուրդը համատեղում է շիճուկի խտանյութն ու իզոլատը եւ պարունակում է մկանների կառուցման համար անհրաժեշտ ամինաթթուները։ Ամեն չափաբաժին պարունակում է 24 գրամ մաքուր սպիտակուց։ Իսկ հիմա եկեք անդրադառնանք հաճախ տրվող հարցերին։ Հարց առաջին. ինչ է Nutrix 100%-անոց whey պրոտեինը։ Սա բարձրորակ սպիտակուցային հավելում է մկանների աճի եւ վերականգնման համար, ներառում է իզոլատ եւ խտանյութ։ Հարց երկրորդ. կարելի է արդյոք օգտագործել շիճուկի սպիտակուցը քաշի կորստի համար։ Այո, Nutrix բրենդի շիճուկի սպիտակուցը հավասարակշռված դիետա եւ վարությունների մեջ կարող է նպաստել քաշի կորստին, ստեղծելով հագեցվածության զգացողություն, պահպանելով նիհար մկանային զանգվածը եւ օգնելով վերականգնմանը։ Եվ վերջին հարցը՝ երբ է 100%-անոց շիճուկի պրոտեինի ընդունելու լավագույն ժամանակը։ Եթե դուք գտնվում եք ծանր եւ ինտենսիվ մարզումների մեջ, ապա ձեզ հարկավոր է ձեր քաշը բազմապատկած 2 գրամ սպիտակուցով չափաբաժին։ Այսինքն, եթե դուք 80 կիլոգրամ եք, ձեզ հարկավոր է 160 գրամ պրոտեին։ Իսկ եթե սկսնակ եք եւ ձեզ հարկավոր է արագ մկանային զարգացում, ապա պետք է ընդունեք ձեր քաշը բազմապատկած 1.5 գրամ սպիտակուց։ Քանի որ պրոտեինները հիմնականում արտադրվում են 900 գրամ եւ 2270 գրամ, ապա ընդունումը 1 ամսում կարող եք այսպես անել։ Եթե չեք հասցնում լրացնել օրվա պաշարը սննդամթերքի միջոցով, ապա օրական ընդունում եք իր միջի գթալի չափաբաժնով, մարզման օրերին, մարզումից հետո 30 րոպեվա ընթացքում, ոչ մարզման օրերին օրվա առաջին կեսում քաղցած ժամանակ։ Իսկ եթե պետք է ընդունեք 2270 գրամ 1 ամսում, ապա օրական ընդունում եք 2 անգամ, օրվա առաջին կեսին 1 գտալ քաղցած ժամանակ, օրվա երկրորդ կեսին նույնպես 1 գտալ քաղցած ժամանակ։ Իսկ մարզման օրերին ավելացնում եք նաև մարզումներից հետո։ Սա ձեզ կտա մի քանի անգամ ավելի շատ սպիտակուց եւ ավելի արագ կհասնի ձեզ ձեր նպատակներին։ Կարող եք նաև 2270 գրամ ընդունել 2 ամսից ավել ժամանակահատվածում, այս դեպքում դուք ավելի դանդաղ կհասնեք արդյունքի, ինչպես օրինակ փոքր տարբերակի 900 գրամի դեպքում։ Այսպիսով Nutrix բրենդի whey պրոտեինը հարուստ է BCAA-ներով եւ անհրաժեշտ ամինաթթուներով, ինչպես նաև օգնում է շուտ վերականգնվել եւ կառուցել որակյալ մկանային զանգված։ Հուսով եմ այս տեսանյութը օգնեց ավելի լավ հասկանալ պրոտեինները եւ ընտրել լավագույն տարբերակը ձեզ համար։ Բաժանորդագրվեք եւ հարցերի դեպքում գրեք մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտումների համար, հոգ տարեք ձեր մարմնի մասին եւ զարգացեք մեզ հետ միասին։